Ողջույն, սահման անցնում ենք Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Հովսեփ, բարև, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Երաչան, խնդրեմ սիրով։ Սկսենք մի քանի դիտարկումներից, հայտարարություններից։ Հայաստանի ազգային ժողովի նախագահն ասում է, որ եղբայրության մասին լիրիկան կդրվի մի կողմ, երբ խոսքը վերաբերի շահերին։ Այս հայտարարությունը անում է, երբ խոսում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Հիմա ամենակննարկվող հարցերից մեկը դա երկաթուղին է, այսինքն նկատի ունեմ դրա վերականգնման հարցերը, ներդրումներ անելու, արդիականացնելու եւ Ռուսաստանի դեսպանը խոսելով էլի երկաթուղու այսպես ասենք գործարքի կամ իրենց պարտականությունների կատարման մասին ընթացքում շեղվել էր եւ խոսում էր Հայաստան-Ռուսաստան ժողովուրդների եղբայրության ու նման բաների մասին, հետեւաբար այո, իհարկե Ռուսաստանը կքննարկի Հայաստանի այդ խնդրանքը եւ այլն, այսինքն իրենց ուղիղ պարտականությունները ներկայացնում են որպես մեզ համար լավություն, քանի որ եղբայրական ժողովուրդներ ենք, հա։ Նախ սկսենք ազգային ժողովի նախագահի հայտարարությունից, ինչ է այդ հայտարարության տակ ասվում, նաև եթե սրան գումարենք, որ վարչապետը օրերս ասաց, որ եթե հա ռուսական կողմը ներդրումներ անի, բայց դրանով այնպես չի, որ ամեն ինչ ավարտվում է, ընդհանուր կարող են քննարկել Ռուսաստանի եւ Հայաստանի նկատմամբ բարյացակամ տրամադրված երկրին կոնսենսիան վաճառելու կամ Հայաստանի կառավարության կողմից այն գնելու եւ այլն։ Այսպես հետևելով զարգացումներին այս մասով ինչպիսի պատկեր է քեզ մոտ ձևավորվում։ Մոտ ձևավորվում է տպավորություն, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում լարվածություն առաջացնել հարաբերություններում եւ այն ինչ որ կարող են անել կոշտ, կոշտ ոչ մեկ չի ասում, որ պատերազմ հայտարարեն Ռուսաստանին կամ ինչ որ ռետորաբանությունը կոշտացնեն այդ նույնիսկ այդ թեմայով։ Ես նկատի ունեմ, որ իրավական ճանապարհով կարելի է գնալ, դուք գիտեք, որ դատախազությունում կա քրեական գործ երկաթգծերի այդ ռուսական կառավարչի դեմ վատ կառավարելու յուրացումների չկատարված ներդրումների ընդհանուր առմամբ 115 միլիոն դոլարի չարաշահումներ, եթե չեմ սխալվում, եւ այդ գործը 1919 թվականից, այսինքն հեղափոխությունից հետո սառեցված է, այսպես մի կողմ են դրել, որ հանգիստ կարող են արծարծել եւ դրա հիման վրա չեղարկել ուղղակի կոնցեսիան։ Այսինքն Հոսեփ կարծում ես, որ ամենաճիշտ ճանապարհը հենց այն իրավական ճանապարհով գնալն է, որի արդեն այսպես ասած բազան կա, հա։ Այո, որտեվ եթե իրավական ճանապարհով չեն գնում, թողնում են Ռուսաստանի քմահաճույքին, իսկ դա քմահաճույքի հարց չի, դա շահերի հարց է։ Շատ ճիշտ է ասում Ալեն Սիմոնյանը, որ ամեն երկիր իր շահերին է հետևում եւ այդ առումով մենք խնդիր ունենք։ Ռուսաստանի շահերից չի բխում այդ երկաթգծից հրաժարվելը։ Եվ այստեղ գումարի հարց չի։ Ինչքան էլ լավ պայմաններ ինչ որ մեկը առաջարկի, իհարկե Ռուսաստանը չի տա այդ կոնցեսիան, կձգի այնքան, ինչքան պայմանագրում նշված է։ Եթե այդ հիմնավորմամբ իրավական ուղղակի չկասեցվի այդ կոնցեսիան։ Իսկ հնարավոր է օրինակ ինչ որ սցենար, որ նույն Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը այդ հարցում կարողանան պայմանավորվածության գալ դուրս թողնելով օրինակ Եվրամիությանը, որովհետեւ մենք տեսանք Մյունխենում էլ էլի Ալիևի հետ այդ քննարկումների ժամանակ, նաեւ որ եվրոպական կողմը հետաքրքրված է էլի Ադրբեջան կապով քննարկումներ են անում Թուրքիա-Ադրբեջան երկաթգծերի մասով իրենց մասնակցության հարցերով, հա, այսինքն այնպիսի մի իրավիճակ լինի, որ ինչպես նշեցիր, այստեղ կարևորը գումարը չի Ռուսաստանի համար, քանի որ սա իր ռազմավարական հեռանկարի համար կարևոր, այսպես ասենք, լծակ կարող է շարունակել լինել, համաձայնություն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև լինի, Եվրամիությունը դուրս մնա ու ի վերջո, այսպես ասենք, Քոչարյանի այն դիտարկումը լինի, որ դե trip-ը այդ 42 կիլոմետրը ինչ է լինելու, որ դուրս է գալու, որ Ադրբեջանը կապվում է Ադրբեջանի հետ եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Լուրջ բաներից ենք խոսում, անդոտ հեղումներ է անում Ժիրայրյան։ Երկրորդ նահանգները Ռուսաստանի հետ իհարկե կարող է պայմանավորվել, բայց գինը դրա ինչ է լինելու։ Այսինքն, եթե գնալու է քաղաքական բազար դրա շուրջ, չեմ կարծում, որ դրա գինը Միացյալ Նահանգները փակի։ Այսինքն պետք է Հայաստանի հետ համաձայնեցնեն, թե Հայաստան ինչ է պատրաստ զիջել, իսկ ինչի մենք պետք է ինչ-որ բան զիջենք։ Նույն բազարը ավելի լավ է հենց ուղիղ Ռուսաստանի հետ անել, կոպիտ ասած, եթե զիջելու բան կա, զիջեն, բայց ես էլ եմ ասում, ինչի պետք է զիջենք, եթե կա հիմքեր, չզիջելու։ Եվ հիմքը միայն նա չի, որ ասեն դե կառուցեք, իրանք ասեն չէ, չեն կառուցում այդ երկու հատվածները, եւ մերոնք ասեն դե չեք անում, գոնե տվեք ուրիշներ անեն, հա։ Չէ, իրենք չեն ասելու չենք անում։
Եկ ասում են, անելու ենք, ու այդ անելը ընկան են ձգելու ու մեր վրա այնքան թանկ են նստեցնելու, որ ավելի լավ է չանեն։ Իրենց նպատակը հենց այն է, որ այդ շղթաները, որ իրենց վերահսկողության տակ չեն լինելու, չաշխատեն ուղղակի։ Պարզ է, չէ, որ հենց չկառուցելն է իրենց նպատակը, չզարգացնելն է իրենց նպատակը, ոչ թե որ իրենց շրջանցող այդ լոգիստիկ շղթաները, որտեղ իրենք բախտ են ունեցել, թաթը դրել են ու հիմա հələ թաթը պահում են, որ հանգարտ չզարգանա։ Իհարկե իրենք ամեն ինչ կանեն, որ դա չզարգանա, իրենց թքած ունեն, որ հետևանքը կլինի այն, որ Հայաստանով չի անցնի այդ երկաթգիծը այդ մասով, այսինքն բացի Մեղրից, այն մնացած հատվածով Հայաստանից չի անցնի Հայաստանով, եւ Քոչարյանին մեջ բերեցիք իր դաշնակիցը, հենց գործընկերը, ընկերը, չգիտեմ, Պուտինը ոնց ասես, հենց իր նպատակներին կհասնի եւ հենց իրենց երազանքն է, որ իրենք հաջողեն մաքսիմալ հետաձգել Ռուսաստանը շրջանցող այս ուրեմն շղթաների գործադրումը։ Դա այնքան ակնհայտ պարզ աշխարհաքաղաքական ճշմարտություն է, դասագրքային ճշմարտություն, դե ուր գիտելիքները, ուր կոչերը։ Կա առաջկա խորհրդանական ընտրությունները, օրինակ այսպիսի հարցերին լուծումներ են տալու։ Նկատի ունեմ, որ պարագաներում ավելի արագ լուծումներ կստացվեն, որ պարագաներում գուցե այս process-ները այլ ուղղությամբ գնան։ Դե գիտեք, մենք չպետք է նստենք, սպասենք աշխարհաքաղաքական գործընթացներ ուր կտանեն։ Հա, կարող է, ասենք, մի տարի հետո Ռուսաստանը շատ ավելի թուլացած վիճակում լինի եւ այն ժամանակ նոր մտածեն, որ համարձակվեն իրավական ճանապարհը ուղղակի զրկել կոնցեսիայից, բայց մի տարի հետո արդեն կարող է Թուրքիայով անցնող երկաթգծի որոշումը կայացված լինի վերջնականապես, ներդրողները գտնված լինեն եւ կառուցված լինի այդ սկսեն ամենադեպս, այդ կառուցումը։ Եվ արդեն հետադարձ ճանապարհ էլ չլինի, նույնիսկ եթե կոնցեսիան փոխանցվի ում ուզում ես։ Ինչ ես կարծում, Ադրբեջանը այդպիսի նպատակ կամ ցանկություն ունի, որ ի վերջո իրավիճակը կամ իրերը այդպես դասավորվեն, այսինքն այն բացասական հնարավոր սցենարով, ինչի մասին նաև մենք խոսեցինք։ Իհարկե, Ադրբեջանը այստեղ Ռուսաստանի ուղիղակի դաշնակիցն է։ Իրեն պետք չի, որ այդ կտորը բավականին երկար Հայաստանով անցնի։ Այսինքն Երասխից մինչև Գյումրի Հայաստանով այդ ամբողջ դա գիտեք միայն տարանցման վճարների հարցը չի, որ մի քիչ երկարում է ավելի շատ տարանցման վճար տան։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ այդ բոլոր սպասարկման կետերը եւ այլն հիմնական, այ դա արդեն Երևանում կանանատեղին կլինի, արդեն այդ հսկայական տրանսպորտային ուղևորափոխադրումների հոսքերի, այսինքն հաբեր, լոգիստիկ հաբ կառուցելու կարիք կլինի եւ այդ ամբողջ սպասարկելու, ֆինանսավորելու այդ վճարները, այդ ամբողջը շատ ավելի լուրջ տվեր կլինեն, քան այն տարանցման ուրեմն գումարները։ Հիմա իհարկե Ադրբեջանին էլ, Թուրքիային էլ ձեռ կտա, որ այդ լինի Իգդիրը, ոչ թե Երևանը, այդ շղթայի մեջտեղը կանգնած քաղաքը։ Այնպես որ այս հարցում, ինչքան էլ հիմա ադրբեջանա-ռուսական հարաբերությունները մի քիչ լարված են, բայց այս հարցում իրենք դաշնակիցներ են։ Սա հենց շահերն են, էլի, ինչի մասին մենք մեր զրույցը սկսեցինք։ Այո, միանշանակ եւ Պրոբլեմը գիտեք նրանում է, որ մենք չգիտենք նույնիսկ ինչ գործարքներ կարող է գնա հենց նույն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև հերթական գործարքը հայկական շահերի հաշվին, միայն թե այդ երկաթգիծը ուրեմն չարվի, ձգձգվի ու կոնցեսիան մնալով ռուսների ձեռքում, ուրեմն չաշխատացնեն այդ կտորները եւ ընդհանրապես կարգի չբերեն արագությունը երկաթգծերի, ուրեմն գնացքների շարժի երկաթգծերով հարցեր կա։ Խոսենք նաև Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհասարակությունների հանդիպումներից, վերջինը Հայաստանում տեղի ունեցավ, առավել ընդլայնված կազմով եւ այլն։ Նախ սրա կխնդրեմ հնարավոր հանրային ազդեցությունների մասին, հա, խոսել, այսինքն սրա կարևորությունը կամ չափելի արդյունքը որն է կամ որը կարող է լինել ըստ քեզ եւ կառավարությունների դերակատարումը այստեղ ինչպիսին պիտի լինի։ Ես այս հարցը տալիս եմ այն տրամաբանությամբ հաշվի առնելով շատ պայմանական ասած ուղղակի պատկերավոր լինելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների տարբերությունները, հա։ Սկսենք գնահատականից։ Միանշանակ դրական է եւ ավելի լավ որ նաեւ ընդլայնվեց, ել ավելի, քան առաջի փուլներ։ 5-ականը հիմա դարձավ 20-ական երկու կողմից, հա։
Երկրորդը կառավարությունները աջակցում են գործընթացին եւ դա էլ է շատ լավ։ Երրորդը արդեն քաղաքասարակությունների որակի մասն է խոսքը։ Հիմա եկեք սենց անվանենք. Հայաստանի քաղաքասարակությունը եւ Ադրբեջանի կազմակերպությունները։ Այդպես անվանենք, որովհետեւ քաղաքասարակություն չեն դրան, գոնգոներ են, այսինքն իշխանություններն են ներկայացնում։ Բայց քանի որ այսօր Ադրբեջանում ուրիշ տարբերակ չկա, այսինքն չկան անկախ կազմակերպություններ, նրանք կամ դրանց ղեկավարությունը բանտում է, կամ սպանված է, կամ արտագաղթած է։ Հիմա ովքեր էլ կան, կամ ուղիղ ադմինիստրացիային են ենթարկվում Ալիևի, կամ համագործակցում են նրանց հետ։ Դա չեղավ քաղաքասարակություն։ Բայց քանի որ նրանք են հիմա ներկայացնում Ադրբեջանը եւ նրանք են հարցազրույցներ տալիս, նրանք են ազդում նաեւ հասարակական կարծիքի ձևավորման վրա, իսկ որը մեր համար կարեւոր է, որ ձևավորվի լիցքաթափման ուղղությամբ, իհարկե դրական է հիմա քաղաքասարակություն անունը կդնեք, ուղղակի կազմակերպություններ անունները կդնեք, ինչ ուզում եք դրեք, բայց կարևորը որ այդ գործընթացը գնում է։ Ուրիշ բան, որ ես ասել եմ ու ելի եմ փորձում համենայն դեպս իմ ուժերի չափով դա հաջողել իրական ադրբեջանական քաղաքասարակության հետ, որը արտագաղթած է, համագործակցության հիմնադրում, բայց դա էլ դժվարանում է նրա պատճառով, որ այդ իրականն էլ շատ այսպես երկյուղած վիճակում է, որ հանգարց, եթե ինքը մտնի այսպես զուգահեռ գործընթացի մեջ, կարող է հարվածներ ստանալ նույնիսկ արտասահմանում լինելով։ Իսկ Ալիևի ձեռքերը երկար է գիտեք։ Դրա համար մի քիչ այդ առումով դժվար է, բայց կգտնենք ամեն դեպքում։ Այդ տարբերակի լուծումները կգտնենք։ Մեր սպասվող ընտրությունների տարբեր արդյունքներ կամ ցանկացած արդյունք կարող է լավ կամ վատ դրական կամ բացասական իմաստով ազդել Ադրբեջան-Հայաստան գործընթացի վրա։ Ինչու եմ սա հարցնում, որովհետև կարծես թե չկա այնպիսի մի ուժ առայժմ կամ քաղաքական սուբյեկտ, որը դեմ է կարգավորման գործընթացին։ Ոնց է չկա։ Չէ, երբ որ ասում են մենք կողմ ենք, բայց արժանապատիվ, մենք կողմ ենք, բայց այս հարցերում այսպես, այսինքն դեմ արտահայտվել, որ կարգավորում չլինի, որևէ մեկը չի ասում։ Իրանց փաստարկները ակնհայտ ցույց են տալիս, որ իրանք դեմ են եւ որ Աստված չանի հանգարց իրենց ձեռ իշխանությունը կա, իրենք սաբոտաժ են անելու գործընթացը, սրելու են հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ միանգամից նետելու են պետությունը ռուսների ոտերի տակ, որ միայն թե ռուսները եկեք մեզ փրկեք, տեսեք մենք լարված հարաբերություններում չենք կարող խաղաղ ապրենք հարևանների հետ, եկեք շուտ մեզ փրկեք։ Ինչի հաշվին ուզում եք, ինչ ուզում եք կտանք ձեզ, ռուսներ մենակ թե եկեք մեզ փրկեք։ Էդ է պլանը։ Ոնց որ Արցախի հարցում եղավ։ Արցախի հարցում էլ նույնը արեցին։ Հիմա Հայաստանի հերթն է եկել։ Այնպես որ իրենց այդ CTV տանկները, հա, մենք էլ ենք կողմ, բայց եւ այլն, այդ բայց եւ այլնը մենք գիտենք ուր է տանել։ Մասիսարի ֆոնին նկարվում են, կարծես թե Մասիսարը ազատագրել են արդեն։ Այնց էլ ուրախ կանգնում են այդ բանի երկաթգծերի վրա։ Հա, դե պետք է զգուշ լինել, որ այդ երկաթգծերն էլ չծախեն Իրան։ Ուշադիր պետք է լինել, պետք է հետևել նայել։ Մանավանդ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի անառողջ հետաքրքրությունը երկգծերի նկատմամբ։ Օրինակ, Բարգավաճ Հայաստանը Մայր Հայաստանի հետ է գնալու ընտրություններին Գագիկ Ծառուկյանի առաջարկած առաջարկ Հայաստանին ծրագրով, այդ երևի Նոյան տապանն է, հա, ինչի մասին ինքը խոսում էր։ Ուժեղ Հայաստանը արդեն վարչապետի թեկնածու ունի, որը Նարեկ Կարապետյանն է, որը լինելու է սակայն այսպես համակարգային ինչ-որ, հա, այսինքն երևի անցումային ինչ-որ վարչապետ է լինելու հաղթելու դեպքում, որ հետո ինչպես այդին օրենքները փոխեն, ճանաչական դրույթները փոխեն եւ Սամվել Կարապետյանը գա։ ՔՊ-ում եղան իրենց ներքին ընտրությունները, Հանրապետությունն է հայտարարել մասնակցության մասին եւ վարչապետի թեկնածու Արամ Զավենի Սարգսյան, դեռ առայժմ էսպես, հա, որ բավականին հստակ արտահայտվել են այս ուժերի ցանկը ունենք։ Որոշակի դասավորվածություններ, կանխատեսումներ, հա, ինչ եք տեսնում, որովհետև եթե մենք հիշենք օրինակ Գյումրիի ընտրությունները, նույն իշխանությունը, երբ սոցհարցումներ էին հրապարակվում եւ այլն, նույն իշխանությունը հղում էր անում, ասում էր մենք ենք լինելու, ոնց որ մենք ենք առաջատարը, բայց դե ցավոք սրտի երկրորդ տեղով կոպիտ ասած գնում է այն ընդդիմությունը, որը մենք չենք ցանկանա ունենալ ու նման բաներ, հա, հիմա արդեն համապետականին է կարծես այդպիսի մի պատկեր ձևավորվում, որտեղ ուժեղ Հայաստանը իդեմս Կարապետյանի եւ, չգիտեմ, դաշնակցությունը երևի Ռոբերտ Քոչարյանի վիճելու են երկրորդ տեղի համար կամ չեն վիճելու, չգիտեմ։
Էլի էս նույն բանն է լինելու, այսինքն 21-ի պատկերն է կրկնվելու, ուղղակի գուցե անունների փոխատեղությամբ։ Դե շատ նախադրյալներ կա, որ կարող է կրկնվել 21-ը, որտեղ մենք չենք տեսնում, որ ժողովրդավարական ընդդիմությունը ինչ որ միասնական ճակատով հանդես գալու ջիգեր է գործադրում։ Կարծես թե բոլորը վստահ են, որ առանձին իրենք կարողանալու են հաջողել, բոլորին հաջողություն կմաղթենք այդ ժամանակ, դեռ հասկանանք ուր է հասնում գործընթացը իհարկե նոր, բայց հիմա այդ ընդդիմադիր կոչված ճակատում, եթե ժողովրդավարական ընդդիմությունը արդեն հաշվի չառնենք, հա, նկատի ունենալով, որ հիմնական ալտերնատիվը արդեն փաստացի դառնում են էլի նախկիններն ու ռուսամետները, այնտեղ է հիմա այդ խմորումների գործընթացները ոնց որ ընթանում, որ հասկանան տարբեր շարաշրջաններով են գնում, թե միավորվում են, ну, это իհարկե բացառել կարելի է, որ միասնական ինչ-որ մեկ տեխնացիով հանդես գան, բայց այն որ կարող է այսպես փոքր խմբավորումներ լինեն, որ ավելի շանսերը մեծացնեն հաղթահարելու այդ 4%-ը, դա թերևս ակնհայտ է, դուք արդեն նշեցիք մի քանիսին, որ միավորվում են, դե տեսնենք։ Պարզ է, որ ընտրություններին տարբեր կենտրոններ են հետևում, հետաքրքրվում, հա, ու ինչը շատ տրամաբանական է, բայց հիմնականում այստեղ խնդիրը որն է, երբ օրինակ արդյոք այդ հետաքրքրությունը հասնում է սահմանը ներքին գործերի միջամտության, թե ոչ։ Հետևաբար այս մասով մեր այսպես ասենք սպասելիքները եւ կամ սպառնալիքները հիմնականում գալիս են մի տեղից կամ մի խումբ երկրներից, օրինակ նույն Ռուսաստան կամ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Հիմնականում Ռուսաստան, մենք չենք տեսնում Ադրբեջան, Թուրքիան, որ ինչ որ ձևով փորձեն միջամտել։ Հակառակը, ավելի շատ վնաս են տալիս գործող իշխանությանը, Ադրբեջանը պահանջելով էլի այդ սահմանադրական բարեփոխումների, իր փոփոխությունների պահանջը, որ հայտնի կետը համբի սահմանադրությունից կապող հռչակագրի հետ։ Թուրքիան էլ այդ արտահայտությունները շատ լավ իրենք հասկանում են, չէ՞, որ թե ինչ որ դրական նույնիսկ չեզոք, բայց դրական ընտրական միջամտության տեսակետից չեզոք, բայց իշխանությունների համար դրական ցանկացած մեսիջ Հայաստանում հակառակ էֆեկտն է ունենալու եւ դա հասկանալով անում են, ակնհայտ է ինչ նպատակ են հետապնդում։ Իսկ Ռուսաստանը ուղղակի ակնհայտ գրոհի է անցել, այսպես իր 5-րդ Շարասյան միջոցով եւ փորձելով օգտագործել նաեւ եկեղեցական վերնախավը, ինչը առայժմ հաջողությամբ կանխվում է Հայաստանի իշխանությունների կողմից։ Տեսնենք միջև երբ դա կստացվի իրենց մոտ, որտեղ դրանից է կախված նաև պետության կայունությունը եւ ինքնիշխանությունը, որտեղ հասկանում եք, չէ՞, եթե հաջողվեր կաթողիկոսին դուրս սողոսկել եւ Վիեննայում կոնֆերանսից հետո նա որոշեր չվերադառնալ, ժողովից հետո Վիեննայի որոշեր չվերադառնալ, հա, անունը դնելու են վտարանդի կաթողիկոս, մեղադրելու են Նիկոլ Փաշինյանին բոլոր մեղքերի մեջ, որ այս ինչ արեցիր հիմա կաթողիկոսությունը տեղափոխվում է, ասենք, արտասահման որևէ տեղ, ամենայն հավանականությամբ Ռուսաստան, այդ Վիեննան ընդամենը անցման կետներ լինելու, հա։ Եվ ընտրությունից առաջ իհարկե դա հարված կլներ Փաշինյանի եւ ԿՊ-ի հեղինակությանը։ Կանխեցին իհարկե դա նաև պետության համար մեծ հարված կլներ, որտեղ հասկանում եք, չէ, որ եթե հոգևոր կենտրոնը տեղափոխվում է պաշտոնապես այդ մի քանի հոգու ձեռամբ որևէ այլ տեղ, դա համազգային միասնությանն էր նաև հարված լինելու, ինչքան էլ որ Հայաստանում նոր կաթողիկոս ընտրեն արդյունքում, բայց արդեն ելնելու էր էլի հերթական երկատումը, պարակտումը, իսկ հիմա քանի կաթողիկոսը այստեղ է, Հայաստանում է, բոլոր նախադրյալները կան, որ ինքը իր բոլոր չարաշահումների համար պատասխան է տալու եւ կամ ինքնակամ հեռանալու այդ պաշտոնից, կամ պատասխանատվության է ենթարկվելու։ Այն, որ հիմա նաև կան քրեական գործեր հարուցված երկրից ելքի արգելքով, նշանակում է արդյոք, որ
կարող ենք խոսել իսպառ քաղաքական process-ների վրա, առավելևս ընտրական քաղաքական process-ների վրա եկեղեցու վերնախավի միջոցով ազդեցության հնարավորություններ չեզոքացված են։ Չեզոքացված չեն, բայց էապես նվազել են։ Ես չեմ կարծում, որ այն քրեական գործը, որի շրջանակներում իրեն արգելվեց, կտրիչին կոնկրետ արգելվեց Հայաստանից բացակայել, դա է լինելու հիմնական մեխը իր պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ես կարծում եմ ընտրություններին մոտ իրական իր պատասխանատվությունների կանչելու մեխանիզմներ կգործադրվեն, բայց ինքը այդքան բանը նաև հասկանալով էր փորձում ճողոպրել Հայաստանից, բայց ամենայն դեպս դա դեռ չի նշանակում, որ ինքը այսպես երբ որ հանձնարարությունը ստացել է, միջև վերջ այս գիծը տանել, չի տանի միջև վերջը։ Դա պարզ չի։ Կարող է փորձի տանել այս գիծը ինչքան կարող է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուդյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։